Այսօր Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատեցին ՏՐԻՊ-ի Հայաստան-Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակի համատեղ հայտարարությունը։ Սա պարզապես հերթական փաստաթուղթ չէ։ Սա Հայաստանի ապագայի մասին է։ ՏՐԻՊ-ը հայաստանյան օրակարգ չէ միայն։ Սա առանց չափազանցության համահայկական օրակարգ է, որովհետև խոսքը մեր երկրի տնտեսական շնչուղիների, նոր աշխատատեղերի, նոր շուկաների, տարածաշրջանային կապերի եւ երկարաժամկետ անվտանգության մասին է։ Սա այն դեպքն է, երբ Հայաստանը կարող է դուրս գալ փակուղուց ու դառնալ հանգույց, ստանալ այնպիսի դերակատարում, որը պետությունն ուժեղացնում է ներսից։ Այսպիսի նախագիծը չի կարող կախված լինել մեկ քաղաքական ուժից կամ մի պահի տրամադրությունից։ Այն պետք է ունենա լայն հանրային, հասարակական ու քաղաքական աջակցություն։ Ով մերժում է Հայաստանը աշխարհին բացելու, զարգացնելու եւ ամրացնելու այս օրակարգը, կամա թե ակամա աշխատում է մեր հակառակորդների շահերի համար։ Այդ մտածողությունը չպետք է թելադրի երկրի ապագան։ Ազգային ժողովում առաջիկայում պետք է տեղ ունենան այն ուժերը, որոնք կարող են վիճել այս նախագծի մանրամասների շուրջ, բայց երբեք կասկածի տակ չդնեն երկրի ռազմավարական այս կարևոր նախագիծն ու ուղղությունը։ Պետք է աջակցել գործընթացին եւ իշխանության մեջ լինելով, եւ ընդդիմության ու միաժամանակ պահանջել թափանցիկություն, հաշվետվողականություն եւ հստակ կարմիր գծերի պահպանում։ Հայաստանի ապագան կառուցվում է հենց այս պատասխանատու համազգային համաձայնությամբ, ոչ թե մերժումով, ոչ թե սաբոտաժերով, այլ պետությունը ուժեղացնող վերահսկելի առաջընթացով։